Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկլուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է ազգային ժողովի պատգամավոր Ժառանգություն խմբակցության անդամ եւ իրավաբան Զարուհի Փոստանջյանը, շնորհակալություն Տիկին Փոստանջյան։ Ինչ նոր տարրեր հայտնվեցին մեր քաղաքականության մեջ այն պահից հետո, երբ Ծառուկյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու։ Չեմ կարծում ինչ-որ նոր իրադարձություն է տեղի ունենում, ուղղակի պարզ է, որ եւս մեկ անգամ ապացույց է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դա ինքնուրույն քաղաքական ուժ չէ, այդ քաղաքական ուժը, որը ստեղծվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից, դա իմ համոզմունքն է, այսօր էլ շարունակում է ծառայել եւ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Իդեպ Բարգավաճ Հայաստան կուսակցության խոսնակը ճիշտ հակառակ մեղադրանքը ձեզ ներկայացրեց, ասելով, որ հենց դուք եք Բաղրամյան 26-ից ցուցումներ ստանում, քննադատելով այդպիսի հզոր ընդդիմությանը, ինչպիսին իրենք են։ Ես չեմ կարծում, որ Բարգավաճ Հայաստանը որպես ընդդիմություն է, այդ կուսակցությունը եւ խմբակցությունը, որպեսզի կուսակցությունը կամ խմբակցությունը լինի ընդդիմություն, նախ պետք է դրա մասին ինքը հրապարակավ հայտարարի եւ այդ անվանումից չվախենա եւ չկաշկանդվի, մինչդեռ մենք ականատեսնենք, որ նրանք որևիցե կերպ դա չեն ցանկանում հայտարարել։ Բացի այդ, Բարգավաճ Հայաստանը եղել է թե Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ որպես իշխանական կոալիցիա, այսինքն իշխանության մաս կազմող կուսակցություն, այնպես էլ Սերժ Սարգսյանի ժամանակ է նա կազմել իշխանություն, ուղղակի այս ժամանակահատվածում նրանց հանձնարարվել է գործուղվել դեպի այլընտրանք եւ նրանք այդ հանձնարարությունը շատ լավ կատարում են։ Ինչ վերաբերվում է Բաղրամյան 26-ին ընդհանրապես իմ կարծիքը, ես կարծում եմ, որ ընդհանրապես նախագահական ինստիտուտը պետք է մենք վերացնենք այս ձևով, որը այսօր գործում է։ Որպեսզի ոչ ոք ցուցմունք չստանա։ Հա, նաև դա, որ հնարավորություն չունենա այսօրվա այդ լծակը օգտագործվի քաղաքական ուժերի նկատմամբ, բայց պետք է ասեմ, որ իմ նկատմամբ որևիցե մեկը որևիցե ցուցում չի կարող տալ։ Ինձ կարող են իհարկե իմ երեխաները որևիցե հարցում ինձ կաշկանդեն, ասեն իրենց մայրիկը ինչպիսին պետք է լինի եւ ես իրենց կարծիքը կլսեմ, բայց որևիցե այլ անձ կամ քաղաքական գործիչ եւ այլն ցուցումներ տալ ինձ իհարկե չի կարող։ Ընդհանրապես մեկ անգամ եմ եղել Բաղրամյան 26-ում, այն էլ գնացել եմ բողոքի ակցիա իրականացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, այո, եւ Բաղրամյան 26-ի մասին է վկայում հենց այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը իր հայտարարությունից անմիջապես 2 օր առաջ հաճախել էր այնտեղ եւ փաստորեն դրանից հետո նոր արվեց նման հայտարարություն։ Հիմա այնուամենայնիվ հզոր լծակ, նյութական լծակ ունեցող ընդդիմադիրներ Սերժ Սարգսյանին ընդդիմադիրներ, հա, նախագահական ընտրություններ չեն լինի, որովհետև ոչ Տեր-Պետրոսյանը, եթե նույնիսկ առաջադրվի, ոչ ՀԱԿ-ից որևէ մեկը, ոչ էլ Ռաֆի Հովհաննիսյանը, այդ հնարավորությունները, այդ ճոխ հնարավորությունները, որոնք ունի Բարգավաճ Հայաստանը, չունեն։ Դա չի ազդելու նախագահական ընտրությունների ընթացքի վրա։ 1996 թվականին ընդդիմությունը, երբ ներկայացնում էր իր օրակարգը հետևյալն էր, այն իշխանությունը, որը ձևավորվում էր, մեր հասարակության համար ընդունելի չէր։ Այսինքն այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, այո։ Եվ որևիցե մեկը չէր ներկայացնում հզոր լծակների այս տիրույթում չէին գործում ընդդիմադիր գործիչները։ Եվ ես համոզված եմ, որ 96 թվականին ընդդիմությունը հաղթել էր, ուղղակի այդ հաղթանակը թույլ չտվեցին բռնությամբ նորից բռնությամբ ճնշեցին եւ հաղթանակը չթույլ տվեցին, որպեսզի արձանագրվի։ Եվ դրանից հետո ես համոզված եմ, գրեթե բոլոր նախագահական ընտրություններում հաղթող է եղել ընդդիմությունը։ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ առնվազն պետք է լիներ երկրորդ փուլ։ Իսկ երկրորդ փուլի արդյունքները ես կարծում եմ նորից պետք է հաղթանակ արձանագրեին ընդդիմության կողմից։ Եվ տվյալ դեպքում բացարձակ կապ չուներ ով ինչ
ֆինանսական միջոցների է տիրապետում։ Իսկ Բարգավաճ Հայաստանի ֆինանսական միջոցների մասին երբ խոսում ենք, մենք չպետք է անտեսենք այն հանգամանքը, որ Բարգավաճ Հայաստանը այդ ժամանակ եղել է իշխանություն, երբ արձանագրել է այդ արդյունքները։ Լինելով իշխանություն շուրջ 50% մեր պետական բյուջեի տնօրինել է Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից իրենց նախարարներով։ Սա չպետք է անտեսել։ Ինչպես է 50% ստացվում։ Որովհետև մեր բյուջեի 50%-ը դա առողջապահությունն է, քաղաքաշինություն, սոցիալ նախարարություն, նրանք այդ նախարարությունները ղեկավարվել են Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից։ Երբ վարչական ռեսուրսները ապօրինի օգտագործվում են, այդ թվում նաև օգտագործվել են Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից։ Երբ տրակտորներ են բաժանում բարեգործության անվան տակ, մենք հասկանում ենք դա ինչ է տեղի ունենում։ Բարեգործությունը պետք չէ ցուցադրել, պետք չէ գովազդել, բարեգործությունը պետք է անել լուր եւ պետք չէ դրա մասին բարձրաձայնել եւ հեռուստատեսությամբ գովազդել, տարածել։ Մենք հասկանում ենք ինչ է տեղի ունենում։ Հենց այնպես չէ մեկը Հայաստանում կարողանում ունենալ այդպիսի տրակտորներ եւ հնարավորություն բաժանել, իսկ մնացածը չեն կարողանում դա ունենալ։ Մենք սա շատ քաջ գիտակցում ենք եւ հասկանում ենք եւ ինչը որից հետո է, հետեւաբար Բարգավաճ Հայաստանին չենք է դիտարկում որպես այլընտրանք, նույնիսկ այլընտրանք չի։ Այլընտրանք իրեն այդ պիտակը կամ անվանումը տվել են հենց իշխանությունները, հենց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Ես նույնիսկ համոզված եմ, որ այս ամբողջ պատմությունը կամ այս իրադարձությունները վերջի մի քանի ամիսների պայմանավորված գործողությունն է հենց Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյանի այդ երկու անձանց կողմից։ Ասացիք Տիկին Փոստանջան բռնություններ 2008 թվականը նկատի ունենալով, բայց դրանից հետո անց են կացրել ինչ որ մասնակի ընտրություններ, օրինակի համար թիվ 1 ընտրատարածքում, չէ՞, որտեղ հայտնի քաղաքական գործիչ, հիմա կարևոր չի նույնիսկ որ նա ժառանգությունից է, չէ՞, Ստեփան Սաֆարյանն էր եւ բացարձակապես անհայտ, այսինքն մարդ, որին ոչ ոք չի տեսել, նույնիսկ ընտրողները չեն տեսել, միայն նկարն են տեսել։ Եվ այդ նկարը հաղթեց Ստեփան Սաֆարյանին, եւ չկար որևէ բռնություն։ Չեք կարծում, որ նախագահական ընտրությունները նույն սցենարով են անցկացվելու։ Մենք ուրեմն ես պետք է ասեմ, որ մեր համար շատ դժվար շրջան է թիվ 1 ընտրատարածքում, որովհետև այդ շրջանում քաղաքացիները, երևանցիները նախընտրական այդ փուլի մեջ չեն եւ նախընտրական գաղափարները իրենց մոտ, այսպես ասենք, չեն ապրում եւ քաղաքացիները հիմնականում չգնացին ընտրության։ Չգնալով ընտրության մեր քաղաքացիները թիվ 1 ընտրատարածքի բնակիչները թույլ տվեցին, որ նկարը հաղթի։ Ես այսպես եմ արձագանքում։ Եվ բացի այդ, մեր այն ակտիվ քաղաքացիները, ովքեր որ այսօր մեր պետության մեջ իրոք պետք է ունենային իրենց դերակատարությունը, մասնակցեին մեր իշխանության ձևավորմանը, հիմնականում այդ քաղաքացիները այսօր Հայաստանի Հանրապետությունից դուրս են եւ զրկված են ընտրելու իրավունքից։ Նրանց թիվը ըստ որոշ տվյալների 700-ից մինչև 1 միլիոն է հասնում։ Փետրվարի 18-ին դուրսը չեն լինելու։ Այո, դուրսն է լինելու։ Շատ եմ ցավում, որ նման քաղաքացիները չեն կարող նաև օգտվել իրենց ընտրական իրավունքից, բայց փետրվարի 18-ը մի պահ է, երբ մեր ամբողջ հասարակությունը քաղաքականապես իրեն ակտիվ դրսևորելու հնարավորություն է ստանում եւ քաղաքացին այդ ժամանակ ինքը մասնակից է լինում այդ գործընթացների։ Շատ եմ ցավում, մի քանի անգամ եմ կրկնում այդ բառը, բայց մեր հասարակությունը կազմակերպված հասարակություն չէ։ Մեր հասարակությանը պետք է կազմակերպել։ Ինքը կազմակերպվում է հենց այդ ժամանակահատվածում։ Բոլոր նախագահական ընտրությունները եւ համապետական ընտրություններ որպես այդպիսին համախմբում եւ կազմակերպում է մեր հասարակությանը։ Իհարկե մեր դերակատարությունն էլ այստեղ նշանակալի պետք է լինի քաղաքական ուժերի, ովքեր որ ստանձնել են այդ պարտականությունը կազմակերպել նախընտրական շրջանը եւ բուն հենց ընտրության օրը։ Որպես իրավաբան դուք իմ հետ երևի կհամաձայնեք։
որևէ ընտրություն նախագահական թե խորհրդարանական կարող է անցնել ավելի լավ, ավելի վերահսկելի, ավելի արդար այն դեպքում, եթե դրա արդյունքները հնարավոր լինի բողոքարկել դատարաններում եւ դատարանները ընդունեն իսկապես արդար վճիռներ։ Մեր դատական համակարգը պատրաստ է այդպիսի վճիռների։ Դատական համակարգը այս պահի դրությամբ, եթե այսպես մնա, ես չեմ կարող ասել, որ պատրաստ է, բայց պատրաստակամություն ինքը ունի, որ առանձին մենք շփվում ենք իրավաբաններով, իրավաբանական համայնքում, ես հասկանում եմ, որ այո, կան դատավորներ, բավականին զգալի մասը նրանց հասկանում է ինչ է տեղի ունենում եւ կցանկանա, որ մեր երկիրը լինի իրավական պետություն եւ անկախ դատական համակարգ գործի, բայց դրա համար մենակ այդ դատավորների եւ դատական համակարգի խնդիրը չէ, որպեսզի դատական համակարգը լիարժեք գործի, պետք է համապատասխան հասարակություն, որը պատրաստ է ինքն էլ կանգնի այդ դատարանի առջև։ Մենք չէ որ ընտրությունները երբ տեղի են ունենում, ընտրատեղամասում կամ բոլորս հասկանում ենք, որ 5000 դրամ են բաժանում 10000 դրամ, այս հասարակության անդամների միջոցով է այդ ամենը տեղի ունենում։ Դա հանցագործություն է, չէ՞, դեպի պատժվեն բանալիները։ Իհարկե դա հանցագործություն է, հանցագործը պետք է պատժվի, բայց այդ հանցագործը մինչև հանցագործություն կատարելը իհարկե պետք է նաև իր համար կանխատեսելի լինի այդ պատիժի կիրառումը, բայց մյուս կողմից է պարտադիր չի, որ պատիժը կիրառելի այդ կանխատեսելի լինի, որպեսզի դու թույլ չտաս հանցագործության կատարումը։ Մենք մեր մեջ նաև այդ մշակույթը պետք է կրենք, որ այլևս բավարար է, բայց նաև ասեմ, որ նույն թիվ 1 ընտրատարածքի ընտրությունները ցույց են տալիս, որ իրենց ռեսուրսը այդ փող բաժանելու, կեղծելու կամ ոչ բռնությամբ, բայց ամեն դեպքում նախաբռնություններ, նախաճնշումներ կիրառելու գործընթացով էլ իրենց ռեսուրսը այդքան մեծ չէ։ Քիչ փող ունեն։ Ոչ թե քիչ փող ունեն, այլ իրենց ռեսուրսը օրինակ 60000 ընտրող բնակչից մարդկային ռեսուրսը, այսինքն ում որ կարող են այդ ձևով փորձել ճնշել կամ բերել ընտրատեղամաս, ընդամենը 18000-ն է, 18-ից 19000, 60000-ից։ Հետևաբար մեր խնդիրն է կազմակերպել մնացածին, այն 40000-ին, ովքեր որ պետք է հավատան, գնան ընտրության եւ տեր կանգնեն իրենց իրավունքին։ Վերջին հարցը, որը նույնպես դատական համակարգի հետ է կապված, դուք որպես իրավաբան, իսկ հիմա որպես հասարակական գործիչ եւ պատգամավոր հետևում եք Մատաղիսի այսպես ասած գործին, որը 9 տարի է տևում։ Որևէ հույս կա, որ այս երկարատև գործի ընթացքում գոնե անմեղ մարդիկ դուրս կգան, իսկ մեղավորները, այսինքն իսկապես մարդասպանները, սպանություն կատարողները, բռնություն կատարողները կպատժվեն։ Ես այս գործով ինքս ներկայացրել եմ այդ 3 անմեղ երիտասարդների շահերը դատարանում որպես փաստաբան, նրանց պաշտպանն եմ եղել եւ դեռ 2006 թվականին Վճռաբեկ դատարանը իր որոշմամբ ազատ արձակեց այս երիտասարդներին, ովքեր շուրջ 3 տարի գտնվում էին բանտախցում։ Ես համոզված եմ, որ նրանց այլևս չեն ազատազրկի, որովհետեւ դեռ 3 տարվա ազատազրկման խնդիրը կա իրենց արժև դրված, բայց հույսս իհարկե չեմ կորցնում, մենք ունենք նաև արդեն հայցը մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ եվրոպական դատարանը մի շարք հարցեր է հղել Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ կառավարությունը դեռ այս հարցերի պատասխանը չի կարողանում տրամադրի մարդու իրավունքների եվրոպական դատարանին, չեմ կարծում, որ այստեղ մենք չենք ունենալու հաջողություն, բայց ամենակարևորը, որ հաջողությունը մեր եւ նախադեպը գրանցվի Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից, այլ ոչ թե մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Եվ երկրորդը, մենք իրապես տեսնենք այն մեղավորներին, ովքեր իրական սպանություններ կատարողներն են, եւ նաեւ տեսնենք մեղադրյալի աթոռին բոլոր նրանց, ովքեր կոծկել են այդ սպանություն կատարողներին եւ ընդհանրապես հանցագործությունը փորձել են կոծկել եւ այսօր էլ փորձը շարունակում են։ Մեր խնդիրը, մեր հասարակության խնդիրը եւ ընդհանրապես
սա միակ ճանապարհն է առողջացման եւ դուրս գալու այս ճահճից, դա այն է, որ իրական մեղավորները, մենք նրանց անունները գիտենք, նստեն մեղադրյալի աթոռին, արդար դատաքննությամբ դատապարտվեն եւ երկրորդը բոլոր այն անձինք, ովքեր 9 տարի կոծկել են այս հանցագործությունը, նրանք նույնպես նստեն մեղադրյալի աթոռին եւ դատապարտվեն։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցներ ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, մենք կհանդիպենք վաղը, տեսություն։